Ուզում եմ պատմեմ մի հայի մասին, ով եղել է ամբողջ աշխարհի գիտնականների հայրը։ Ու ես չեմ չափազանցնում, քանի որ նա 2 անգամ ընտրվել է միջազգային գիտնականների խորհրդի նախագահ։ Ճիշտ է, օրենքով 1 անգամ էր թույլատրվում, բայց նրա դեպքում բացառություն են արել։ Ես պատմեմ, իսկ դուք գուշակեք, թե ում մասին է խոսքը։ Հանելուկ, նա եղել է մեր անկախ Հայաստանի 2-րդ ազգային հերոսը։ Այս մարդը այնքան խելացի է եղել, որ 15 տարեկանում Երևանի պետական համալսարանում դասախոսություն էր կարդում։ Նա աշխարհի լավագույն համալսարաններում ընդունված պրոֆեսոր է։ Չմոռանանք, որ Արցախյան շարժման ժամանակ մեր հերոսը հացադուլ հայտարարեց։ Վազգեն առաջինը տեսնելով, որ նրա առողջությունը վատանում է, 9-րդ օրը խնդրեց, որ նա դադարեցնի հացադուլը։ Մութ ու ցուրտ տարիներին նա ապրում էր բոլորի պես։ Չնայած նա կարող էր օգտվել բոլոր արտոնություններից։ Իսկ դուք մեկնաբանություններում գրեք, թե ում մասին է խոսքը։ Անունը գրելուց հետո գրեք, թե դուք ինչ գիտեք նրա մասին։ Գրեք, մենք էլ կրթվենք եւ լինենք տեղեկացված։